տանում են եւ տանելու են առաջ։ Մենք նախ եւ առաջ արտաքին քաղաքական բնագավառում խորացնելու ենք մեր հարաբերությունները Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, որտեղ Ամերիկայի Միացյալ Նահանգները մեզ համար վստահելի գործընկեր է։ Մենք վերցնելու ենք աշխարհի պետություններից լավագույնը, օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեպքում մեզ համար կարևորագույն նշանակություն է ունենալու կրթական համակարգը, բարձր տեխնոլոգիաների նվաճումները, պաշտպանության ոլորտի ինովացիոն նվաճումները եւ անվտանգության ոլորտի եւ մյուս բոլոր իրավունքի գերակայությունը, ժողովրդավարությունը եւ մյուս նաեւ կարևորագույն արժեքներն ու համակարգերը որ կան։ Սրա հետ միասին մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի կրճատենք մեր կախվածությունը, առհասարակ վերացնենք, չի կարող լինել պետություն, որը կախված է մեկ շուկայից, մեկ երկրից, ինչպես տարիներ շարունակ եղել է։ Մենք նաև ամեն ինչ անելու ենք, որպեսզի վերացնենք Ռուսաստանի հետ Դաշնության հետ հարաբերություններում մեր առկա խնդիրները եւ կախվածության աստիճանը։ Մենք պետք է փնտրենք, սիրելի հայրենակիցներ, ոչ թե հովանավորներ, այլ մենք պետք է մեր սեփական հնարավորություններով գտնենք լուծումներ։ Մենք չպետք է ունենանք պետություն, որը չի կարողանում ապահովել ինքնուրույնաբար իր կարիքները եւ իր անվտանգությունը։ Եվ մենք չենք կարող լինել պետություն, որը ինչ-որ մեկի արբանյակն է։ Անվտանգությունը լինելու է իմ թիվ խնդիրը, համար 1 խնդիրը, խնդիրների հարցերի հարցը, անվտանգության հարցը։ Առաջին օրվանից, երբ ես լինեմ վարչապետ, հենց առաջին օրը իմ հրամանով ստեղծվելու է հատուկ հանձնաժողով, որը հանձնարարական է ստանալու 6 ամսվա մեջ ներկայացնել անվտանգության բնագավառի բարեփոխումների ծրագիր։ Այդ ծրագիրը անմիջապես սկսելու ենք իրականացնել եւ մենք առաջին 5 տարվա մանդատի շրջանակում հասնելու ենք մեր հակառակորդի հետ անվտանգության հարցում հավասարակշռության, զսպան, իսկ հետո լիարժեք հավասարակշռության։ Որովհետեւ ես համոզված եմ, որ միայն այս կերպ, միայն ուժեղ լինելու շնորհիվ է, որ մենք կարող ենք ունենալ խաղաղություն։ Մենք մշակել ենք հստակ տնտեսական աճի ծրագիր, այդ ծրագիրը արտահանելի մոդելի համակարգ է, եւ մենք պետք է ունենանք մեր երկում իհարկե սոցիալական արդարություն, որը երկիրը պետք է հիմնված լինի գիտության բարձր նվաճումների վրա, ու պետք է մեր կրթական համակարգը ոչ թե լինի նորաձև, բայց փուչ, այլ իրական կրթական համակարգ, որը մեր քաղաքացիներին ձևավորում է իրական քաղաքացիներ եւ այնպիսի քաղաքացիներ, որոնք իրենց են կերտում իրենց կյանքը եւ ինքնուրույն են դա անում։ Մենք պետք է լինենք իհարկե նաև ամբողջական նաև բարեփոխման է ենթակա մյուս համակարգերը, ուղղական համակարգը, կրթական։ Իհարկե նաև այս ամենը պետք է արվի Սփյուռքի հետ միասին։ Եվ օրինակ անվտանգության համակարգում մենք առաջնահերթ աշխատելու ենք թե Հայաստանի մասնագետների հետ, թե նաև Սփյուռքի մեր հայրենակիցների հետ։ Ու նաև պետք է գնահատենք բնականաբար Սփյուռքի մեր հայրենակիցներին, նրանց վաստակը եւ ներդրումը։ Օրինակ, այդպիսի լուծումներից մեկը անմիջապես լինելու է օդանավակայանը անվանել Շարլ Ազնավուր օդանավակայան, որը կարծում եմ գնահատական է կարևորագույն։ Բացի այն, որ մասնագետների նաև հրավիրելով ենք անելու մյուս լուծումները։ Եվ հիմա գիտեք, ես